Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին անդրադարձել է Եվրամիությունում որոշումների ընդունման ժամանակ կոնսենսուսի սկզբունքի չեղարկման վերաբերյալ նախաձեռնությանը։ Նրա խոսքով, եթե դա տեղի ունենա, ապա Եվրամիությունը իրավահավասար պետությունների միավորումից կվերածվի խոշոր երկրների կողմից կառավարվող միության։ Եվրամիությանը անդամակցությունը գործիք է, որը թույլ է տալիս պետությանը հուսալիորեն պաշտպանել իր ազգային շահերը, ընդլայնել իր հնարավորությունները և ունենալ ազդեցություն միջազգային որոշումների վրա։ Նշել է Պապուաշվիլին, հավելել, փոքր պետությունների համար նման հնարավորության գլխավոր երաշխիքը կոնսենսուսի սկզբունքն է։ Համոզմունք հայտնելով, որ հենց այդ սկզբունքն է ապահովում երկրների ինքնիշխանությունը, Վրաստանի խորհրդարանի խոսնակը նշել է, որ շատ երկրների համար կոնսենսուսի բացակայության պարագայում Եվրամիությանն անդամակցության քաղաքական մոտիվացիան կանհետանա։ 2025 թվականին Վրաստանում ծնվել է 37,867 երեխա, ինչը 1616-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Այդ ցուցանիշը նվազագույնն է դարձել վերջին 32 տարվա ընթացքում, հայտնել են Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։ Երկրում ծնելիության գագաթնակետը գրանցվել է 2014 թվականին, երբ ծնվել է ավելի քան 60,000 երեխա։ Այդ ժամանակից ի վեր ցուցանիշը գրեթե ամեն տարի նվազման միտում է ցույց տվել։ 2025 թվականին նորածինների ամենամեծ թիվը գրանցվել է մայրաքաղաք Թբիլիսիում, որին հաջորդում են Աջարյան, Քվեմոքարթլին և Իմերեթին։ Փորձագետները Վրաստանում ծնելիության անկման հիմնական պատճառներից մեկը համարում են բնակչության միգրացիան, որը կապված է ավելի գրավիչ տնտեսական հնարավորությունների հետ, մասնավորապես ավելի բարձր եկամուտների։ Արդյունքում երկրում տարեց բնակչության քանակը մեծանում է, իսկ երիտասարդներինը նվազում։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Կատարի վարչապետ և արտգործնախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Սանիի, ինչպես նաև Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետ և պաշտպանության ուժերի հրամանատար մարշալ Ասիմ Մունիրի հետ։ Քննարկվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցային գործընթացը։ Կողմերն ընդգծել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկխոսության և դիվանագիտության պահպանման, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրում համաձայնեցված պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը։ Կարևորվել է նաև Հորմուզի նեղուցում, նավագնացության ազատության ապահովումը, տարածաշրջանային անվտանգության պաշտպանությունը, ձեռք բերված առաջընթացի պահպանումը և կայունությանը աջակցությունը։ Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Կողմերը քննարկել են վերջինիս այցերը Սիրիա և Կիպրոս, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Թուրքիան Էստոնիա է ուղարկում 181-րդ կործանիչ էսկադրիլիայի 5 F-16 կործանիչ և անձնակազմի 76 անդամ, Բալթյան երկրների օդային տարածքի պարեկային առաքելությանը մասնակցելու համար։ Լրատվամիջոցների փոխանցմամբ զորախումբը ծառայություն է իրականացնելու օգոստոս-նոյեմբեր ամիսներին։ ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում շուրջօրյա հսկողություն է իրականացվում Բալթյան երկրների երկնքում, արձագանքելու դրանց օդային տարածքի հնարավոր խախտումներին։ Թուրքիան Մադրիդի պաշտոնական հարցմանն ի պատասխան երկու ինքնաթիռ է ուղարկել Իսպանիա լայնածավալ անտառային հրդեհները մարելու համար։ Իսպանիայից Եվրախորհրդարանի падգամավոր Նաչո Սանչես Ամորը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ցուցաբերած աջակցության համար։ Արդեն մեկ շաբաթից ավելի է Ֆրանսիայում և Իսպանիայում շարունակվում են խոշորագույն անտառային հրդեհները։ Վերջին տվյալներով տարհանվել է ավելի քան 300,000 մարդ։ Իսպանիայում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել, իսկ Ֆրանսիայում այրված տարածքների մակերեսը հասել է 42,000 հեկտարի։ Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան պետական սահմանին Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման հարցը։ Ընդգծվել է, որ այն կբարձրացնի երկրների միջև տրանսպորտային թողունակությունը և կնպաստի տնտեսական գործակցության զարգացմանը։
Խուդաթյանը գոհունակությամբ արձանագրել է Քաջարյան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության առաջընթացը։ Նրա խոսքով Իրանը զգալիորեն ներգրավված է Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում։ Քննարկվել է նաև տրանսպորտի եւ ավիացիայի ոլորտներում գործակցությունը։ Կողմերը պայմանավորվել են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել բեռնափոխադրումների ծավալների ավելացման ուղղությամբ։ Խուդաթյանն այցելել է նաև Թեհրան-Հյուսիս ճանապարհի կառավարման կենտրոն եւ նոր կառուցվող թունելի շինհրապարակ։ Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալի-Աբադիի հետ հանդիպմանն ընդգծվել է Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երկրորդ գծի շինարարության ռազմավարական նշանակությունը։ Նախարարները քննարկել են նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործակցության խորացման հնարավորությունը։ Միացյալ Նահանգները եւ Իրանը դադարեցրել են փոխադարձ հարվածները։ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Վոլցը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դադար վերցնել դիվանագիտությանն ավելի շատ ժամանակ տալու համար։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները եւ ռազմական ու քաղաքական խորհրդականները, այդ թվում ԱՄՆ փոխնախագահը մտահոգություն են հայտնել հարվածների արդյունավետության կապակցությամբ։ Նրանք նշել են, որ վերջին 2 շաբաթվա ռմբակոծությունների ընթացքում նախապես ընտրված թիրախների շրջանակը մեծամասամբ սպառվել է։ Բացի այդ, ըստ աղբյուրների մտահոգություններ կան սպառազինությունների պաշարների հետ կապված։ Նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է զենքի պաշարների վերաբերյալ տեղեկությունները, շեշտելով Միացյալ Նահանգներն ավելի շատ զինամթերք ունի, քան աշխարհում որևէ այլ մեկը, եւ շատ ավելին, քան իրենց անհրաժեշտ է։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ Reuters-ին հայտնել է, որ երկիրը կդադարեցնի տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների դեմ հարվածները, քանի դեռ նույնն անում է Միացյալ Նահանգները։ Նրա խոսքով Թեհրանի դիրքորոշումը նույնն է՝ հարձակում հարձակման դիմաց։ Պաշտոնյան հավելել է, որ Թեհրանը մեծ հույսեր չունի, թե հարվածները դադարեցնելու Թրամփի որոշումը լուրջ փոփոխություն կմտցնի ԱՄՆ-ի բանակցային դիրքորոշման մեջ։ Միջնորդ երկրների, այդ թվում Պակիստանի, Օմանի եւ Կատարի միջոցով ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է, հայտնել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, հավելել. Թեհրանի ուշադրության կենտրոնում Իրանի պաշտպանությունն է։ Պաշտոնյայի խոսքով Իրանը չի վախենում բանակցություններից, սակայն դրանք պետք է զերծ լինեն թելադրանքից եւ պարտադրանքից։ Բաղային նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը հեշտ չի լինի, քանի որ միշտ կան ուժեր, որոնք ձգտում են պատերազմի։ Թեհրանը Կիևին մեղադրել է Կասպից ծովում իրանական նավի հարվածելու համար, որի հետևանքով մեկ նավաստի զոհվել է, մի քանիսը վիրավորվել։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 25-ին։ Իրանցի պաշտոնյաները հայտնել են, որ երկաթով բեռնված նավը Ռուսաստանի Աստրախան քաղաքից ուղևորվում էր իրանական անձալի։ Իրանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է հարձակումը եւ կանչել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին։ Գերատեսչությունն այս միջադեպը որակել է որպես թշնամական եւ հանցավոր գործողություն, որը սպառնալիք է ներկայացնում նաև Կասպից ծովի բոլոր ափամերձ պետությունների անվտանգության համար։ Իրանի արտգործնախարարությունը շեշտել է, սա արտացոլում է Ուկրաինայի թշնամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, հարձակումը կատարվել է Իսրայելի հրահանգով, Եվրոպան իր պատերազմի մեջ ներքաշելու համար։ Արաղչին նշել է, որ զրուցել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ եւ հայտնել նրանց, որ Կիևի գործողությունը չի կարող անպատասխան մնալ։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանելով զինվորականների վերջին հարվածները հիշատակել էր նաև, որ խոցվել են նավեր, որոնք զբաղվում էին Իրանից ռազմական բեռների փոխադրմամբ։ Այս տարվա առաջին կիսամյակում Ադրբեջանի պաշտպանական եւ ազգային անվտանգության ծախսերը գերազանցել են 3.4 միլիարդ մանաթը կամ $2 միլիարդ։ Ադրբեջանի ֆինանսների նախարարության տվյալով 2026 թվականի առաջին 6 ամիսներին պետական բյուջեի ծախսերը կազմել են մոտ 17 միլիարդ մանաթ կամ $10 միլիարդ, ինչը համապատասխանում է պետական բյուջեի կանխատեսվող տարեկան ծախսերի 40.2%-ին։ 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ադրբեջանի ներքին պետական պարտքն էլ կազմել է 15 միլիարդ 982 միլիոն մանաթ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներքին պետական պարտքը նվազել է 6.6%-ով։ Այս տարվա առաջին 6 ամիսներին պետական բյուջեի եկամուտներն էլ կազմել են 19.179 միլիոն մանաթ։
Կոլումբիայի նորընտիր նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելան հայտարարել է, որ պետական ծախսերի կրճատման շրջանակներում կփակվի աշխարհի տարբեր երկրներում առնվազն 15 դեսպանություն, այդ թվում Բաքվում Կոլումբիայի դիվանագիտական ներկայացուցչությունը։ Նախագահը նշել է, որ դեսպանատների փակման գործընթացը կսկսվի իր պաշտոնը ստանձնելուց հետո։ Կփակվեն նաև Ալժիրում, Կուբայում, Չեխիայում, Եթովպիայում, Գանայում, Հայիթիում, Հունգարիայում եւ այլ երկրներում Կոլումբիայի դիվանագիտական ներկայացուցչությունները։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։